Լրատվական ռադիոն ներկայացնում է։ Թարմ ուղեղով հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, խոսափողի մոտ Գարեգին Խումարյանն, իսկ լրատվական ռադիոյի այսօրվա թարմ ուղեղը Արատայի ադմինիստրատոր Դավիթ Շախրամյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ապագայում ես մտածում եմ, որ մեր պետական պաշտոնները մոտավորապես այդպես են կոչվելու, չգիտեմ ինչի ադմինիստրատոր, այդպես 22-րդ դարի ստրուկտուրայի մեջ ու Արատան իբրև Դավիթ հիմա կպատնի դա ինչ է իրականում, սա մի կառույց ասեմ, հաստատություն ասեմ, որը որոնում է տեսլականներ ապագայի ու փորձում է տեղում իրենց իրագործել։ Համեմատաբար երիտասարդ մարդկանց խումբ է, որը փորձում է կառուցել վաղվա Հայաստանը այսօր։ Ես որքան հասկանում եմ ես աշխատանքից իրենց նման մի բան է։ Ես էլ ամեն ինչ չի որ հասկանում եմ, որովհետև որքան հասկացա, ես արդեն այդքան երիտասարդ չեմ, որ ես ամեն ինչ հասկանում։ Դավիթ, սկսենք այստեղից։ Բառացիորեն մի քանի օր առաջ թուղթ ու գրիչով, կալկուլյատորով ես փորձում էի հաշվել, թե որտեղ մեզ կբերի այսօրվա տեսլականը կամ տեսլականի բացակայությունը Հայաստանի ու վատ լուր ունեմ ձեզ համար։ Համաշխարհային միջին մակրոտնտեսական ցուցանիշներին այս տեմպերով ու համաշխարհային տնտեսության այս կոնյունկտուրայի պայմաններում մենք կհասնենք 170 տարի հետո։ Ինչ կասեք։ Կարծում եմ այսօրվա դրությամբ շատ ավելի արագ կարող է զարգացումը գնալ, եթե գիտես ուր ես գնում, եթե վերջնական միտք ունես, այսինքն ելնում ես ոչ թե այսօրվա, ինչ որ քայլերից, այլ ունես տեսլական ու դրանից գալիս ես հետ միջև այն քո քայլը, որը հիմա կոնկրետ կատարում ես, էլի։ Ու ամեն ինչ եթե պատկերացնում ես գոնե մոտավոր, այդ ժամանակ վեկտորը երբ որ ունես, այդ ժամանակ ինձ թվում է դու կշարժվես ոչ թե թուղթ ու գրիչով, այլ մաթեմատիկա, արիթմետիկական, զարգացման, այլ ինչպես ասում են, գեոմետրической прогрессии։ Այդպես, իսկ մեր հարթակը զբաղվում է նրանով, որ փորձում է գտնել այն, ինչ որ պակասում է երևի բոլոր ընդհանրապես շարժումներին, մոտորումներին եւ այլն, դա այն գերնպատակն է, այն, ասենք ասենք, երազանքը, որի մենք ուզում ենք հասնենք այն մեծ պրոյեկտը, Հայաստան պրոյեկտը, որը ցանկանում ենք կառուցել, որի կառուցումը նույնիսկ կողքեվորի բոլորին։ Կառուցման process-ն իսկ։ Կառուցման process-ը, որովհետև հայրենասիրությունը ընդհանրապես կարող է տարբեր ձևի լինել, օրինակ կարելի է ուղղակի հաճույք ստանալ նրանից, որ դու պետություն ես կառուցում, որ դու քո ինչ որ քայլերով, ամենօրյա եւ գործ ես անում եւ ինչ որ քո գործերով նաեւ օգուտ ես տալիս օրինակ հասարակությանը եւ գիտես, որ բոլորի հետ միասին այդպիսի օթում տենց ինչ որ բան երբ որ լինում է, դա շատ պետություններում եղել է եւ հաջողության են հասել, նույն Իսրայելը, Սինգապուրը, Կորեան եւ այլն։ Կոնցեպտը հասկանալի է։ Ինչի ես ուզեցի հրավիրել ձեզ։ Ես որքան հասկանում եմ, այն նրանից ինչ որ կարդացել եմ ու տեսել եմ, ձեր համայնքը ինքը ոչ թե ուղակի նախագծում է, քննարկում է, հանդիպում է, ցանցավորում է, այլ ինքը ուղղակիորեն անում է այն, ինչին որ հավատում է։ Այսինքն ես որքան հասկանում եմ, այս ամեն ինչը իրագործելու համար դուք դասական քաղաքական process-ին մասնակցելու անհրաժեշտություն չեք տեսնում։ Չկա դրա։ Չէ, սա երևի Հաղորդումն ամբողջությամբ հասանելի է լրատվական ռադիոյի բաժանորդներին։ Բաժանորդագրվեք 1, 6 կամ 12 ամսով եւ ստացեք այս եւ բոլոր մնացած մեր ռադիոհաղորդումները նաեւ դիտելու հնարավորություն։ Բաժանորդագրությունից առաջացող հասույթը լրատվական ռադիոյի ֆինանսական անկախության եւ խոսքի ազատության երաշխիքն է։